1996 թվականին Արտաշատ քաղաքի բնակիչ Տիգրան Թարժումանյանը մեկնեց Ռուսաստան, բախտ որոնելու։ Սկզբում բախտի որոնումները հաջող էին ընթանում, սակայն 1999-ին կատարած հանցավոր արարքի համար ենթարկվեց քրեական պատասխանատվության։ Հետո 5 անգամ էլ խախտեց Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի պահանջները։ 2012-ի ամռանը վերջին դատվածությունից հետո վերադարձավ Արտաշատ, որտեղ չէր եղել ավելի քան 25 տարի։ Մեծացել էր Տիգրանը, փոխվել։ Ոչ բոլորը ճանաչեցին։ Իդեպ Թարժումանյանը եկել էր իր անձնագրային խնդիրները կարգավորելու եւ վերստին Ռուսաստան վերադառնալու համար, քանզի այնտեղ էին կինն ու աղջիկը։ Տարեվերջն էր, դեկտեմբերի 30-ը։ Տիգրան Թարժումանյանը հարբած քայլում էր Արտաշատի փողոցներից մեկով։ Ճանապարհին մտավ խանութ։ Հենց այնտեղ էլ, նկատելով, որ վաճառողուհին զբաղված է, դրամարկղից գողացավ գումարն ու դիմեց փախուստի։ Սակայն Տիգրանին հետապնդեցին ու նա ստիպված վերադարձրեց 150,000 դրամը։ Հետո տեսնելով, որ մարդիկ զբաղված են գումարը հաշվելով, նորից փախավ։ Տիգրանի թվում էր իր բռնած հանցավոր գործը բարեհաջող ավարտվեց, բայց սխալվեց։ Օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող խանութներից մեկում կատարվել է կողոպուտ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցինք Արտաշատ քաղաքի բնակիչ Տիգրան Վոլոդիայի Թարժումանյանին։ Ոստիկանության Արտաշատի բաժնում Թարժումանյանը խոստովանեց կատարած գողության մանրամասները։ Կատարվում է քննություն։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 41-ը, կողոպուտի 3 դեպքից 1-ը, խարդախության 7 դեպքից 6-ը, իսկ խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է նաև գողության 20 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1, մարմնական վնասվածք հասցնելու 5 և խարդախության 2 դեպք։ Անցած 5 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, 2 մարզովել է, 41-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արամ Ստեփանյանը, որը փետրվարի 10-ին ժամը 6-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Արամ Ստեփանյանը տառապում է սկլերոզ հիվանդությամբ։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի բաժին կամ զանգահարել 590625 կամ 0236 40202 հեռախոսահամարներով։ Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղիակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում։ Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը, փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից։ Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը, խնդրում ենք գիտակցել, որ երթևեկության կանոնները խախտելով նախ եւ առաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը, չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթևեկության խաթարման մասին։ Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է եւ պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաեւ իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթևեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով։ Զանցանքի ու զանցառուի դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են եւ կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության, համակեցության կանոնները միասնական ուժերով պահպանելու ճանապարհով։ Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներ են սպասում։ Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը։ Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթը հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու եւ տարրական օրինապահության մեր հորդորները մնան անարձագանք։